Եկեղեցին մեր հայկական կառույցն է, ոչ միայն աստվածային կառույց, այլ նաև հայկական ազգային, մեր ազգայինը պահող կառույցն է, դա պատմություններով ես սրա մասին շատ եմ խոսացել, ու ես չի մենակ ես եմ խոսացել, դե բոլորը գիտեն, որ մենք հայ ենք մնացել առանց պետություն ունենալու, դա եկեղեցու շնորհքն է։ Հիմա Նիկոլ Փաշինյանը տանում է թրքացման դեպի թրքացում, ու առաջերտին այս պահին իր դեմ արդեն բոլորին իր ճանապարհից մաքրել է, բոլոր այն ուժերին, ովքեր որ խոչընդոտ են դրան մաքրել է, մնացել է եկեղեցին, որը որ պահում է մեր ազգայինը, մեր հայկականությունը, դա համար էլ թիրախավորել է եկեղեցուն։ Եթե եկեղեցին սուսաներ, պարկեր Նիկոլի տակ, այսինքն պարկեր Թուրքիայի ու Ադրբեջանի տակ, այսքան բանը չէր էլի, բայց եկեղեցին շարունակում է մնալ հայկական, դրա համար էլ տենց է։ Հիմա բնական է, զարմանալու բան չկա։ Այսօր մեր իշխանությունները թուրք-ադրբեջանական իշխանություններ են, ու իրանք հենց տանում են դեպի թրքացում։ Հասկանում եք, ես հեսա դրա մասն էլ մանրամասն խոսամ։ Դրա ճանապարհին էլ կանգնած է եկեղեցին, թե եկեղեցուն ոչնչացնեն։ Այս է, հիմա կամ իրանք մեզ պետքա հաղթեն, կամ մենք պետքա իրանց հաղթենք։ Մենք նկատենք ազգային կառույցները, ազգայինով մեր ազգը, հայ ազգը, ով որ իրան համարում է հայ, ով որ ուզում է մնա հայ, այդ բոլոր ուժերով պետքա պայքարենք, մեր հայրենիքը ազատագրենք այս թուրք-ադրբեջանական իշխանություններից։ Եթե չէ հակառակն է, իրանք են ջարդելու բոլորին ու թրքացնելու են։